Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հիշատին այսօր ես հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Աստծո բարի։ Դանիելյան, շնորհակալ եմ հավերն Ես եմ ընկալման շնորհակալ։ Պարոն Դանիելյան, սկսենք թերևս երեք էջմիածնում խաղարկված այդ այվիկից, այսպես ասեմ, թվում էր ընտրությունները ավարտվել են, հետընտրական զարգացումներ չկա, քաղաքը պիտի որ ապրի իր կյանքով այդ վաղ շաբաթ խոշորացված համայնքը, բայց երեք տպավորություն էր, որ այնտեղ չգիտեմ ինչ վտանգավոր խումբ են ձերբակալել, ինչ չգիտեմ բացահայտումներ են արել ահաբեկչական, ինչ էր եղել։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղ առավոտվանից մենք հազանգներ ստացանք, որ իշխող ուժը իր գործելավոճին հարիր, վերջին շրջանում գիտեք, որ ինչա կատարվում, գործեր կարել, ահաբեկել, մարդկանց տները մտնել, խոզարկել, շինծու մեղադրանքներ ներկայացնել, բայց սա տարբերվում էր իր բովանդակությամբ եւ իր, այսպես ասած, նախապատվությամբ։ Ես ուզում եմ մի քիչ խորքից գալ, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել առհասարակ Էջմիածնում, եթե թույլ կտաք։ Ընտրությունների ժամանակ միացրեցին երկու համայնք մի մարդու կապրիզի պատճառով, Նիկոլ Փաշինյանի կապրիզի պատճառով, քմահաճույքների պատճառով, նախկինում երկու առանձին համայնք, Խոյ համայնք եւ Ահարշապատ համայնքը միացվեց իրար։ Խոշորացման անվան տակ։ Խոշորացման անվան տակ, բայց առանց այդ համայնքները խոշորացրել էին։ Նպատակը մեկն է, որպեսզի գյուղական բնակավայրերում գիտեք, որ տոտալ վերահսկողություն է իրականացվում, այդ թվում նաև վարչական ռեսուրսը լի չարաշահելու միտումները ու ծրագրերն ու հնարավորություններն ավելի շատ են գյուղաբնակավայրերում, դրանով իսկ արդեն ազդելով ընտրությունների ելքի վրա Եվ այնուհետև ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում, մարզպետի պաշտոնից հանվում, նշանակում, բոլոր ռեսուրսները կենտրոնացնում մի անձի շուրջ, եւ ընտրությունները դեռ չսկսած իրենք իրավունք ունեն տարբեր, այսպես ասած, ճակերտավոր բարեգործական ծրագրեր իրականացնելու, իրավունք ունեն պաշտոնների տարբեր նշանակումներ անելու եւ բոլոր այն մարդիկ, որոնք որ չեն համարվում իրենց էլեկտորատ այդ մարդկանց աշխատանքից ազատելու, պաստառներ փակցնելու ժամանակից շուտ, տեխնիկան ամբողջությամբ ներգրավելու քաղաքային տեխնիկան, եւ ելի շատ ու շատ նաեւ հանդիպումներ, գործարարների հետ հանդիպումներ, նաեւ հորդորներ, գիտենք, չէ՞, վերջերս իրենք լավ հորդորում են։ Նաեւ ուժային համակարգ ամբողջությամբ իր ձեռքի տակ ներվերցրել այդ ամբողջ ուրեմն process-ները եւ այլը եւ այլը։ Եվ եղավ այն ինչ որ եղավ, բայց իրենք այս ամեն ինչը համարեցին, որ գիտեք, որ դաշինքով են գնում, հայեղափոխական դաշնակցությունը եւ հաղթանակ կուսակցությունը դաշինքով էին գնում ընտրություններին, բավականին ծանրակշիռ քվե հավաքեցին, Էջմիածնում նաեւ շատ Քաղաք է, քաղաքը Էջմիածին քաղաքը, ասպես ասած, ընդդիմությունը հաղթեց, բայց այդ գյուղաբնակ շրջաններով կարողացան, այսպես ասած, կոմպենսացնել։ Հիմա անցել է մի քանի ամիս, հիմա ինչի մեջ են մեղադրում այդ մարդկանց, անգամ ընտրողներին։ Ասում է դու հորդորել ես մարդկանց, որ քվեարկեն այդ դաշինքի օգտին։ Այսինքն, ո՞րն է հանցակազմը։ Ընտրակաշարք բաժանվել է, ոչ։ Վարչական ռեսուրսը կարա ընդդիմությունը օգտագործի։ Ոչ, որովհետև վարչական ռեսուրս չունի, որ օգտագործի ձեր նման։ Կարող է ցուցակներ կազմի նախարարությունների ասի, դուք եթե չընտրեք իրանց նման էլի, դուք աշխատանքից կազատվեք, չի կարող անի։ Միակ գործիքակազմը, որ ունի ընդդիմությունը, իր քարոզնա, չէ՞։ Քարոզել կարող ես ընկերոջդ, բարեկամիդ, հարազատիդ, հարևանիդ եւ նաեւ այն մարդկանց, ում չես ճանաչում, բայց ի վերջո կնոջդ կարող ես քարոզել, համոզել, որ գնանաք։ Այո, հիմա ծիծաղելի է, ասում են, բան եք արել, ասում են, քարոզել եք, ասել եք, հորդորել եք եւ այլը։ Ընդդիմության հորդորելը ընդամենը հորդորա, իսկ իրանց հորդորը գիտենք ոնց հորդորա, էլի, ԱԾԱ-ականներով հորդորա, նաեւ վերջին իրադարձությունների հաշվի առնելով։ Ի վերջո ամփոփեմ խոսքս այս թեմայով, 6 մարդու տնային կալանք են տվել, 1 մարդու ազատ են արձակել։ Իմիջիայլոց այդ մարդկանց էլ տեսակցելու ժամանակ ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ մարդիկ ասում են, ինչքան է բռնաճշումներ անեն, մենք մեր քվեի տերն ենք։
Նպատակը որն է, գանք նպատակների, նպատակը այն է, որ համապետական ընտրություններին ընթരാճ վախի մթնոլորտ ստեղծել, բոլոր այն մարդիկ, որոնք որ հնարավորություն ունեն ընտրություններ կազմակերպելու, քարոզչության մեջ ներգրավելու, ընտրական հանձնաժողովների մեջ ներգրավելու, որ ընտրախախտումները բացառեն, վստահված անձիկ լինելու այդ մարդկանց եւ նաեւ ընտրողների նկատմամբ փորձել վախի մթնոլորտ ստեղծել, հասկանալով մի պարզ բան, բոլոր հարցումներով եւ իր ձեռքի տակ եղած հարցումներով եւ մեր հարցումներով ինքը շատ լավ գիտի, որ ինքը հնարավորությունը չունի մեծամասնություն հավաքելու, տարբեր թվեր են ասում, մեկը 18%, մեկը 20%, մեկը 21%, ինչ որ այա։ Շատ չեմ ուզում խորանամ դրա մեջ, ինքը գիտի, որ հավաքական ընդդիմությունը, հատկապես Հայաստան դաշինքը մեր ձևովը եւ չգիտեմ էլի ուժեր կձևավորվեն եւ դրա մասին իրենք կհայտարարեն, հնարավորությունը ունեն եւ դա եւ սոցիոլոգիայով եւ գետնի վրա նաեւ մեր հանդիպումների ժամանակա, որ հնարավորությունը ունեն հաղթելու Նիկոլ Փաշինյանին եւ սա իր մոտ ցնցումներ, վախեր առաջացնում է եւ դրանից բխող արդեն հետևանքներ։ Եվ գիտեք հայտարարություններ եղան եւ սոցցանցերում եւ մարդիկ այնպես ուրեմն խոսեցին, որ սա հավանաբար նաեւ հենց Էջմիածին քաղաքում եւ Սուրբ Աթոռի դեմ ինչ որ սպասվող միջոցառման նախերգանքներ, որ փորձեցին այսպես էլի ձեր ասածի պես վախեցնել կամ չգիտեմ ինչ անել, որ մարդիկ այսպես ասած փորձեն պաշտպանել եկեղեցին։ Իրենց նպատակները դուք ճիշտ նշեցիք, պարզ են եւ քաղաքական այլախոհներին լրացնելու եւ իրենց նկատմամբ ճնշում գործադրելու։ Եվ ի վերջո հիմա իրենք մի քանի ֆրոնտով, մի քանի ճակատով ասպես ասած ոչ հայտարարված պատերազմ են հայտարարել հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, ազգային ուժերի նկատմամբ, ընդդիմախոսների նկատմամբ եւ իրենք շատ լավ հասկանում են, որ նաեւ եկեղեցու հենասյունը, նաեւ հենասյուներից մեկը կամ պաշտպանությամբ հանդես եկա, դա ազգային ուժերն են, չէ՞ որ կանգնում են ի պաշտպանություն եկեղեցու, իրենց հայտարարություններով, իրենց գետնի վրա նաև պայքարով եւ պաշտպանելով հայ առաքելական Սուրբ եկեղեցին, իրենց համար ոչ ցանկալի ուժ են։ Ի վերջո, եթե այդ դիմադրության այդ ճակատը համոզված են, որ իրենց մոտ չի հաջողվի, եթե այդ դիմադրության այդ ճակատը ջարդեն, ինչ որ մի առումով նաև եկեղեցու դիմադրողականությունն է ընկնում եւ հաջորդ ավելի ուժգին, այսպես ասած, հարվածի նախապատրաստական աշխատանքներ անելու անոնս արեց նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ինչը ծայրահեղ իսլամի հետ կապելով, արդեն ահաբեկչական գերանք տալով, եթե մի դրանից առաջ ասում էին, որ, չգիտեմ, խնդիրներ ունի, մի հատ հասկանանք ինչ ա եղել, բարեվարկությունը կա, չկա, ոնց է, ինչ է, ասենց էլի, չճղճիմ հարցերի։ Քաղաքականությանն են։ Հա, տարբեր հարցեր են ասում, տեսան, որ չի անցնում, տեսան, որ ինչ որ գործակալների մասին էր խոսում, տեսա, որ չի անցնում, հիմա արդեն անցել է, այսպես ասած, ավելի ֆանտաստիկ, ավելի ցնորամիտ մի գաղափարի այդ ծայրահեղ իսլամի հետ կապված եւ սա նաեւ նախերգանք է ձեր ասած այդ նոր գրոհի հայրաքելական Սուրբ եկեղեցու, քանի որ իր ժամկետն էլ կարճ է, մինչև ընտրություններ կարճ ժամանակ է մնացել, ինքը փորձում է այդ հենասյուները ջարդի եւ սա ավելի քան պարզ է։ Դուք մի բան նշեցիք նոր ձեր խոսքում, որ հարցումները ցույց են տալիս, որ այսքան է իր հանրային ճանաչողություն 21%, 19% ընդունելությունը հանրային, այսպես ասեմ։ Ինչ տվեց ըստ ձեզ Վենցիայիցը Փաշինյանին, ավելացրեց այդ ձայների հավանական քանակը, թե այնինչ մենք լսեցինք վերլուծություններից, թե դա ինչ այցեր կարող է ավելի վատ անդրադառնալ։ Ես ուզում եմ մի բանի մասին խոսել, որ անգամ այդ հարցումների հանրագումարը իրենց հետ կապված բավականին խնդրահարության են առումով, որ շատ մարդիկ էլ կան վախից դրդված, օրինակ աշխատող են պետական եւ այլը, եթե իրենց հարցնում են վախենալով, պետական աշխատողը վախենալով ասում է, բայց դա իրական թվերի մասին չի խոսքը, շատ ավելի նվազային կարծիքով։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տվեց, մենք շատ լավ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին պահելու խնդիր ունեն ինչ-ինչ աշխարհակաղակական կենտրոններ իրենց նպատակներին հասնելու համար, այսինքն Նիկոլ Փաշինյանը այն հարմար կերպարն է, որով որ փորձելու են հետ այսու այդ զիջումները, որ կատարվել են Հայաստանի շահերի հաշվին, փորձեն էլ ավելին պոկելու, էլ ավելի անողնաշար կներեք այս բառիս համար դարձնելու մեր երկիրը, որ ոչ թե սեղանի շուրջ նստած լինի Հայաստան պետություն, այլ լինի մենյուի մեջ։ Դա իրանց ամբողջ նպատակներն, այ նպատակներից մեկը։ Եվ այս առումով ինչ որ նկարներ ստանալ, ինչ որ տեսարաններ ստանալ, ինչ որ պատկերներ ստանալ, եւ հիմա եւ նաեւ հաշվի առնելով, որ առաջիկայում նաեւ սպասվում է եվրոպական քաղաքական ֆորումի, այսպես ասած, Հայաստանում ֆորումի, գիտեք, եթե չեմ սխալվում, մայիս ամսին պիտի կատարվի, այսինքն այս ամեն ինչը ինքը ուզում է սարքի շոուի մի մաս, որ ժողովրդին ասի, տեսեք, սաղ ինձ հետ են, իմ կողքին են, ինձ աջակցում են, գնա գրկախառնվի, փորձի, չգիտեմ, մի համբյուր կորզի, չգիտեմ, ինչ որ մի հատ պատկեր կորզի եւ այլ, դրանով նաեւ մոլորության մեջ գցի ժողովրդին, բայց իրականության մեջ ես ուզում եմ նաեւ ասել, որ Հայաստանը իր հիմնական ռազմավարական դաշնակիցների հետ, հարևան երկրների հետ այս ընթացքում, որ անչափ կարևոր է Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության հետ, հարաբերությունները գնալով վատթարացնում է։ Եվ այս առումով կարծում շատ կարևոր է այստեղ մեր ժողովրդի դիրքորոշումը։ Մենք ինչ ենք ուզում։ Կարևոր չի այլ տեղերում ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում։ Այդ մենք ինչ ուզելը կարևոր է։ Ես այդ հարցն եմ ուզում տալ հիմա փաստորեն անկախությունից խոսող ինքնիշխանությունից այսպես խոսող, որ իրենք Հայաստանը իսկապես դարձել են իշխան երկիր եւ այլն, այդ հարցերով իրենք ճարերը մոռացած հանկարծ Վենսի մի արտահայտություն, որով մենք ընդունում ենք մեզ համար հաճելի օծելի ներկայություն, այսինքն այդ տղա բերելու, այդ տղայի ներկայությունից հրճվելու այս չգիտեմ մոլուցքը իրենց մոտ ուղղակի հակառակն է ասում, որ իրենք ըստ էության ավելի շատ կողմ են ոչ թե անկախության, այլ օրինակ Վենսից կախվածության, կողմ են Էրդողանից կախվածության, սա լրիվ հակառակ բան է ստացվում։ Այնուամենայնիվ իրենք հրճվում են ուրախ են դրա համար։ Այո, մենք գիտենք, որ տարբեր ժամանակահատվածներում Նիկոլ Փաշինյանը տերեր փոխելու, նոր, այսպես ասած, քաղաքական հայրեր ձեռք բերելու մեծ նկարտումներ եւ մեծ ձգտումներ ունի։ Դա կարող լինի մի օր Էրդողանը, մի օր Ալիևը, մի օր Վենսը, մի օր, չգիտեմ, Հյուսիսը, մի օր Հարավը, մի օր Եվրոմիությունը։ Այսինքն, որ պահին նպատակահարմար է իշխանությունը պահելու, ինքը կարող շատ արագ փոխվի, կարող մի ժամվա մեջ փոխվի, կարող 2 ժամվա մեջ փոխվի, 1 օրվա մեջ կարող փոխվի, կապ չունի։ Ինքը այս առումով սեփական ճկունությունը զոհաբերում է Հայաստանի հայ ժողովրդի հավաքական շահերի հաշվին։ Այդ շահերի վրա մեր ուրեմն հավաքական ձգտումների, շահերի, նպատակների վրա ինքը խորապես թքած ունի։ Կարևորը իր աթոռն է։ Այդ աթոռը ով կպահի իր համար ոչ մի նշանակություն չունի։ Եթե պետք լինի, կարա գցնի Էրդողանին էլ, Ալիևին էլ, գնա մրցանակ ստանա Զայեդ խաղաղության, եղբայրության եւ այլ, ազգային ժողովը ինչ էին ասում։ Շնորհավորում ենք ձեզ եւ Ալիևին եղբայրության ամոթ է։ Մեր հայրենակիցները Բաքվի բանտում խոշտանգվում են։ Արցախը էթնիկ զտման ցեղասպանության է ենթարկվել։ Մեր պատմամշակութային կոթողները ավիրում են։ Բուլդոզերով քանդում են։ Ի՞նչն է ողջունում։ Ինչ հարցունքի եք հասել։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում ադրբեջանական զորքը վերեն գած է։ Բայց ու անընդհատ զիջումներ, այս տարածքը, այն տարածքը։ Ու ասված մի արածե հանկարծ դե իրաց նպատակը որն է, որ սա վերարտադրվի, որ իրենք կարողանան հետագա իրենց Հայաստանի մասնատման, թուլացման ծրագիրը իրականացնեն։ Եվ այդ ճանապարհով արդեն գնում են սահմանադրության փոփոխություն, շատ ենք ասել, բայց եւս մեկ անգամ հիմա արդեն ակտիվացրել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը։
Հայաստանից նոր տարածքների զիջման, ադրբեջանցիների ստեղ վերաբնակեցման, սա ֆանտաստիկայի ժանրի չի։ Ադրբեջան պետությունը հովանավորում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագիրը դրա մասին բացահայտ արդեն խոսում է եւ նաեւ տեղեկություններ էլ ունենք մենք փաստացի տեղեկություններ, որ ֆինանսավորում է այդ կազմակերպությունը 100,000-ավոր ադրբեջանցիների ստե բնակեցնել կոնկրետ մարդիկ ղեկավարներ ամեն ինչ պատրաստ են գրված է այսինչ օղլի սա պիտի տավուշում բնակվի սա ճամբարակում արդեն ID քարտերի վրա նշած է այդ ամեն ինչը Նաև մեր էներգետիկ ցանցի հետ կապված էլ նաև հայտարարություն արա, որ վաղը միսօր նաև նպատակ ունեն միացնելու ադրբեջանական, այսինքն ամբողջությամբ, ամփոփեմ խոսքս, կախվածության մեջ մտնելու Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք տեսել ենք այդ կախվածությունը, այդ խնդրեմը կամ այդ խնդիրը ինչի արժև է բերել Արցախը, երբ որ փական տեղադրեցին ուրեմն գազատարի վրա եւ մեր հայրենակիցները ցրտի եւ մթի մեջ էին, չէ՞։ Սոմահության ենթարկեցին մեր հայրենակիցներին, էթնիկ զտման ցեղասպանության ենթարկեցին։ Եվ արդեն մի հատ падգամավորել ունեն, չէ՞, ասում են, ոչինչ պետք կլինի աթար կվառենք, պետք կլինի ասում են, բանկ Ադրբեջանից գազ կվերցնենք, եսի ինչ կանեն։ Ու Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ունենալ Հայաստանի Հանրապետության վրա։ Թող ոչ մեկին չփորձեն զգոնությունը բթացնեն, հիմարի տեղ դնեն, փորձեն մոլորեցնել են մեր միամիտ ժողովրդին, խափեն էլ իրանց այդ կռուծիկներով, այդ փնթի իրանց այդ կռուծիկներով կներեք այս արտահայտության համար, փորձել մարդկանց ապակողմնորոշել, շեղել, իրականությունը այն է, որ իրենք իհարկե ամփոփեմ խոսքս, ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, իրենց սրտի թեկնածուն է, բայց դա մեր ժողովրդի շահերից չի բխում։ Այդքանով հանդերձ խաղաղության պայմանագիրը դեռ չկա ու չգիտես ինչ կլինի դրա ճակատագիրը։ Ախր մենք, պարոն Անդրեասյան, ականատեսն ենք եղել, որ աշխարհում այդ թղթերը չեն գործում։ Անկամ մեզնից պատիկներով անգամ ուժեղ պետությունները Դանիան մեզնից թույլ պետություն չի, չէ՞։ Վստահաբար։ Հայ Ամերիկան ասում է ես պիտի Գրենլանդիանից տակ։ Կանադան թույլ պետություն է, որ հավակնություններ ունեն Կանադայի նկատմամբ։ Վենեսուելան մեզնից հաստատ ուժեղ պետություն է, չէ՞, պիտի խոստովանենք այդ ամեն ինչը։ Այո, ամեն ինչով, թե բնակչությամբ, թե տարածքով, թե ունեցածով։ Այո, հիմա ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք հույսներս ում վրա ենք դրել։ Էրդողան եւ Ալիևի ողորմածության վրա ենք դրել։ Գետնի վրա մենք պիտի հասկանանք, չէ՞։ Ով են մեր դաշնակիցները, ով են մեր բարեկամները, մենք մեզնից ինչ ենք ներկայացնում, ինչ ենք արել այս ընթացքում ուժեղանալու, թե մեր պետական պարտքը ավելացրել ենք միլիարդավոր դոլարներով եւ հիմա ժողովրդի գրպանը մտած անընդհատ այդ մարդկանց քերելով, թոշակառուներն էլ ասելով դե 10,000 դրամը ինչ պիտի դու անես, քեզ տամ չես կարելու այդ 10,000 դրամը ծախսես։ Ոնց որ ձեռ առնի մարդկանց։ Այսինքն դուք կարաք միլիոններով, միլիարդներով ձեր վրա ծախսեր դուս գրեք, թուղթուկրիչը վերցնեք գրեք ձեր վրա ծախսերը, դուք կարաք ասֆալտ, տեսնում ենք ինչ ոնց է, ասում են ասֆալտ են։ Միլիարդավոր դոլարներ դուս գրեք, ասեք ասֆալտ են կարել, յուրացնեք եւս անեք այդ գումարները։ Մեր հայրենակիցների նյութական եւ մարդկային վնասներ հասնելով գիտենք, որ ինչա կատարվում, տեսնում եք Երևան քաղաքում ինչա կատարվում։ Ու ժողովրդի մոլորեցնեք, ասեք, դուք այլևս խաղ եք ապրելու, դուք այլևս հարուստ եք ապրելու, դուք արդեն հարուստ եք, ձեռը առել, ասում է, ուսուցչին ասում է, ես 500,000 դրամ փող եմ տալիս, ասում է։ Ես հարցում եմ ուղարկել, 80%-ը 100,000 դրամի սահմաններում է, բայց ասում է չէ։ Ինքն էլ են ձևի համոզված է այդ սուտը ասում, որ ինքն էլ է հավատում այդ ստին։ Թոշակառուներն ասում է 400,000 դրամ էլ իրան եմ տալիս, ասում է։ Տարբեր ձևերով ասում է տալիս եմ իրան, բայց չի զգում, ասում է։ Չէ, հետո չի կարողանում ծախսել, չգիտի ոնց է։ Պարոն Դանելյան, կա հանրության մեջ այսպիսի կարծիք, այն ինչ որ ես եմ տեսնում, ես եմ կարդում, հետևում, որ Փաշինյանը շատ կարմիր գծեր է հատել, նույնիսկ այնպիսի գծեր, որոնցից հետո ուղղակի ոչ արդարացում կա, ոչ էլ որևէ կերպ վերարտադրվելու շանսի հույս կարող է ունենալ։ Եվ ահա հանրության այդ հատվածը հստակ հայտարարում է, ասում է Փաշինյանը խաղաղությամբ չի հեռանալու։
խաղաղ ճանապարհով չի հեռանալու։ Անպայման պետք է, չգիտեմ, եթե նա զգաց, որ չի կարողանում հաղթանակ կորզել եւ հերթական անգամ վերարտադրվել, անպայման ինչ-որ մի բան անելու է, որպեսզի կամ ընտրությունները չեղարկվեն, կամ նորից բախումներ սկսվեն, չգիտեմ, անհանգստություններ եւ այլն։ Այս պահի դրությամբ գոնե, երբ իշխանական падգամավորները եւ այլն արդեն սկսել են ընտրաշաղը Facebook-ներում եւ այլն։ Ինչի մասին է խոսում այս շտապողականությունը իշխանությունների, ինչու են հենց իրենք ընտրական օրենսգրքի խախտումներով սկսում այդ քարոզարշավը եւ պատկերացրեք հստակ գիտենալով, որ անպատիժ են մնալու, որովհետեւ նույն հակակոռուպցիոնը չի գալու բռնի Սուրեն Պապիկյանի թևից եւ ասա այդ տղա ջան, դու ես Հայաստանի դրոշի ֆոնին, դու պաշտպանության նախարարության մեր բանակի դրոշի ֆոնին, կամ էլ սրտիկ ես ցույց տալիս, կամ չգիտեմ, ասում ես թե դու ԿՊ-ի ցուցակում այսինչ համարն ես։ Այդ ամբողջը կոռուպցիա է, չէ՞, այն ինչպես ինքն էր բացատրում, այս էլա կոռուպցիա, այն էլա ամեն ինչ կոռուպցիա։ Օրենքի ցանկացած փոխում կոռուպցիա։ Հա, կոռուպցիով փոչով դա չի լինում։ Եվ ահա այսպես արդեն պատրաստվում է իշխանությունը գնալ ընտրությունների եւ իշխանությունը պահել ամեն գնով։ Մարդիկ ասում են, որ նա հանգիստ իշխանություն չի զիջելու։ Ինչ եք տեսնում ապագայում։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներ ասել, սիրելի հայրենակիցներ ջան, տենց բռնապետեր չեն հեռացել, տենց բռնապետերի չեն հեռացրել, տենց ավտորիտար պետություններ չի, որ ի վերջո քանդվել փլուզվել են եւ այն որ գիտեք ինչ, ես վերջերս մի պատկեր տեսա Աղվանստանում, երբ որ ռեժիմը ընկնում էր, ոնց էին ինքնաթիռի հետևից վազում մարդիկ։ Այն մարդիկ, որոնք որ աջակիցը, համախոհը եւ գաղափարական իրենց սատարող մարդիկ էին։ Հիմա ուզում եմ համոզված ասել, որ այս ամոթալի շրջանը ավարտվելու է վերջը։ Ես այդ համոզմունքը ունեմ։ Այստեղ խնդիր ուրիշ բան է մեջ, պետք չի վհատվել, պետք չի ընկճվել, պետք չի հուսահատվել։ Նախ որ մենք առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք եւ դա մեղք են գործում, որ հուսահատության մեջ ենք ընկնում։ Երկրորդը, ես ավելի քան համոզված եմ, որ մենք Հայաստան, Սփյուռք, մեր Արցախով մեր ճիշտ է, Արցախը չկա, բայց մեր հայրենակիցների մասին է խոսքը։ Մենք կարող ենք եւ ունակ ենք եւ այս իշխանություններին տուն ուղարկելու եւ նորմալ ազգային պետություն կերտելու եւ ի վերջո այն խնդիրներն ու մարտահրավերները կան հաղթահարելու։ Մենք մի ժողովուրդ ենք, որ սարդարապատ ենք հաղթել։ Թվացյալ, որ գիտեք ինչ, ապշած են, չէ՞ մնացել ամբողջ աշխարհում ոնց կարա մի փոքրաթիվ քանակով ժողովուրդ Օսմանյան կայսրության ժամանակվանից սկսած մինչև բոլշևիկներ եւ այլ, այսինքն մենք այդ ամեն ինչը հաղթահարել ենք, չէ՞։ Հաղթանակներ ենք կերտել եւ գետնի վրա եւ նաեւ ուրեմն տարբեր առումներով հաղթանակներ ենք տարել։ Դա եղել է կամքի, վճռականության, համոզմունքի եւ միջև վերջ տրամադրվելու, այսինքն 24 ժամ աշխատանքի, աշխատանք, միավորում, համախմբում եւ մենք հաղթանակներ անպայման արձանագրելու ենք։ Տշնամին հենց դրանից է վախենում, մեր միասնությունից։ Մենք հաղթանակները կերտել ենք հենց այդ միասնության շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանը սնվում է պարակտմամբ, հասարակության պարակտմամբ, մարդկանց բաժանելով, ընտանիքներ մտնելով, մեր պետք է հակառակը լինի եւ հակառակն է։ Մենք միասնության կողմ։ Ի վերջո, այս թշնամական վիճակը, որ առաջացրել է այս մարդը, ընտանիքների մեջ մտնելով, այս պետք է մենք կարողանանք վերացնենք ու վերացնելու ենք։ Եվ հենց մենք արդեն ես կարծում եմ, որ դրա արդեն ծիլերը կան, հենց մենք արդեն գնանք այդ ճանապարհով, շատ կարճ ժամանակ հետո այն մարդիկ, որոնք որ հուսալքված են, որոնք մեծամասնություն են, չգիտեմ, ճիշտ է իմ դիտարկումը թե չէ, մի հատվածի մոտ, չասեմ մեծամասնություն, մի հատվածի մոտ ապաթիա կա, անորոշություն, ապաթիա, վախեր եւ այլը, այդ մարդիկ հաստատ
այդ վախի մթնոլորտը վերանալու է եւ այդ մարդիկ, ես համոզված եմ ասում, ակտիվ ներգրավելու են մեր երկրի մեր պետականաշինության գործում եւ ի վերջո հենց նաեւ մեր աշխատանքը պետք է միտված լինի այդ մարդկանց, որ կարևոր է, քու քվեն կարևոր է, քու ձայնը կարևոր է, քու դիրքորոշումը կարևոր է, որովհետեւ դու վաղը մյուս օր քու երեխաների աշկերի մեջ նայելով պետք է պատասխանը տաս։ Դու որտեղ ես եղել, որ ճամբարում ես եղել, հայրենահանձների, եկեղեցու դեմ արշավողների, ներազգային պարակտում մցնողների, սև ու սպիտակ անողների, ցեղասպանություն ուրացողների, Արցախը ուրացողի, թե այն ուժերի ու այն մարդկանց, որոնց կյանքի նպատակը դա հայրենիք, պատիվ ունենալն է եւ ազգային պետություն կերտելն է։ Եկեղեցու շուրջ համախմբվելն է, ազգային արժեքները պահելն է։ Եվ ես համոզված եմ ասում, որ այն մարդիկ, որոնք կընտրեն այդ ուղին, իրենք միշտ գլուխները բարձր են պահելու եւ փողոցում քայլելուց չեն ամաչելու։ Իսկ հակառակ պարագայում ես համոզված եմ, որ այդ պատմությունը այդ գնահատականը տալու է եւ այդ խարանը մնալու է։ 21 թվականի ընտրություններին ընդդիմությանը ինչ որ բան այնուամենայնիվ չհերիքեց հաղթահարելու իշխանության այդ կողմնակիցների արգելքը, այսպես ասել, իշխանությունը ավելի շատ ձայն հավաքեց։ Չնայած որ նոր էր ավարտվել Արցախյան պատերազմը մի տարի դեռ չկար, չնայած այդքան զոհերին, այդքան ամեն ինչին, ուղղակի զուտ վարչապետի, այսպես խոստումների եւ հիմա արդեն չէ վախենա ասել ստերի եւ այլնի այս ամեն ինչի ուրեմն արդյունքում։ Հիմա այնպեսի իրավիճակ է, որ քաղաքական դաշտում նոր ուժ է հայտնվել, ընդ որում ուժ, որ պահանջում է այս իշխանությունների հրաժարականը, այսինքն ընդդիմադիր։ Հիմա դուք որպես Հայաստան դաշինքի ներկայացուցիչ ինչ եք կարծում, ասենք, այդ նոր ուժը ինչքանով է հավակնում այն ընտրազանգվածին, որի համար մասին դուք հիմա խոսեցիք, որոնք ապաթիա ունեն, հույս չունեն եւ այլն դրանք, ու նաեւ հենց իշխանական ուրեմն ընտրաշրջանակների վրա։ Տեսեք, ուրեմն 21 թվականի հակառակը չստացվի, որ կան հիմա ձեր ձայները տանեն, ես դա նկատի։ 21 թվականի ընտրությունների նաեւ խնդիրներից մեկը այն էր, որ իրենք կարողացան մոբիլիզացնել իրենց ռեսուրսները, իրենց էլեկտորատին տանել ընտրատեղամասեր, այսինքն հորդորել եւ այլ, ընտրատեղամասեր տանել, բայց մենք մոռանում ենք, որ 50% մարդ չմասնակցեց ընտրություններին։ Հիմա ինչն է առաջին հերթին պետք մեր հայրենակիցներին կոչ անել ակտիվ ընտրություններին մասնակցել։ Նաեւ Երևան քաղաքի ընտրություններն էլ ի դեպ նաեւ դրա մասին վկայեց, որ 27% մասնակցությամբ էլի չկարողացան կեղծիկ, մեղծիկ, սատելիտ ուժեր, բան եւ այլ արեցին բանալին, ասենք Պյուրհոսյան հաղթանակեր իրենց հաղթանակը խափեությամբ։ Հիմա գանք այս մի փուլին։ Այս փուլում կարևոր է տարբեր հատվածների վրա, տարբեր շերտերի վրա աշխատանքը։ Տնտեսական ծրագրերի ներկայացումը, ուրեմն մարդկանց սոցիալական խնդիրների արծարծումը, շատ կարևոր է, որ նաև ուժեր կան, որոնք շեշտադրում են արել կոնկրետ այդ առումով, շատ կարևոր է այդ ինտենսիվ աշխատանքը։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ սիրելի եւ հարգելի ընդդիմադիր գործիչներ ջան, կան շատ ու շատ չկողմնորոշված, այսպես ասած, մեր հայրենակիցներ, որտեղ որ շատ մեծ աշխատանք կա անելու, կենտրոնանանք այդ հատվածների վրա։ Ոչ թե այստեղ պետք է խնդիրը լինի մենք այստեղ մի քանի, չգիտեմ, համախոհ ունենք ինչ որ միտեղ, ինչ որ մի հատ գյուղում փոքր կամ մի քաղաքում, ասենք, ազդեցիկ մի մարդ կա, որի խոսքը կշիռ ունի եւ այլ, մեկս մյուսի վրայից, այսպես ասած, ստանելու գաղափարը պետք է աշխատի, այլ հակառակը
Նաև միմյանց փոխ լրացնելու։ Եթե նպատակները մեկ են, ուրեմն պետք է միմյանց փոխ լրացնել, ոչ թե մեկը մյուսին փորձի ինչ որ առումով խանգարի, մեկը մյուսի այն որ ասում պալկավ կալյոս դնի, այլ հակառակը։ Այդ պարագայում իշխանության մեջ շանսից չունի։ Եվ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։ Եվ մենք, որպես Հայաստան դաշինք, միշտ էլ եւ սոցիալական մեր առավելությունը նա է, որ եւ մենք սոցիալական ծրագրերի վրա ենք ուշադրություն դարձել, անվտանգային ծրագրերի վրա ենք ուշադրություն դարձել, արտաքին հարաբերությունների վրա ենք ուշադրություն դարձել։ Կոնկրետ մասնավորաբար հայեղափոխական դաշնակցությունը այն ուժն է, թող անհամեստ չընչի, որ հսկայական աշխատանք է տանում Սփյուռքում։ Մեր աշխարհասփյուռ կառույցները ամենօրյա քրտնաջան աշխատանք են տանում ի բարօրություն Հայաստանի եւ հայկական շահը հիմա առաջ են տանում տարբեր երկրներում ազդեցություն ունենալով այդ երկրի քաղաքականության վրա եւ սա անուրանալի է չկա մի ուժ որը այդքան ջանք ու ներդրած լինի թող անհամեստ չընչի եւ այս ներուժը այս ռեսուրսը չօգտագործելը դա կներեք մեր անհեռատեսությունը կլինի մեր չգիտեմ մեր ձախողումը կլինի եւ մենք ինչ ենք ասում ասենք այդ տարիներով տասնամյակներով ստեղծված իրապես համահայկական եւ համաշխարհային նշանակություն ունեցող այդ կառույցի ռեսուրսները պիտի օգտագործենք որ կարողանանք Հայաստան, Սփյուռք, Արցախ այդ երամիասնությունը ստեղծել եւ մեծ հաջողություններ արձանագրել դա այդ հնարավորությունները կան եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով միավորելու մեկտեղելու ուժեր ու ռեսուրսները եւ մեզ հաստող չի լինելու մենք լինելու ենք մի պետություն որ եւ իր ազգային արժեքներից չի հրաժարվում հակառակը պահում այդ ազգային արժեքները եւ ունենալու ենք տնտեսապես հզոր պետություն եւ անվտանգ պետություն եւ հայ մարդը արժանապատիվ քայլելու աշխարհի տարբեր երկրների փողոցներում որ հիմա գլուխներս ճիշտ խոսենք մի քիչ կախա մի քիչ կոտրված ենք մի քիչ այս պարտությունը մեր վրա ազդել է ուզենք թե չուզենք եւ պետքա փոփոխություն չի կարող պարտություն բերած այսքան արհավիրքներ բերած մարդը հավաքական հայի կերպարը լինի չի կարա ուղղակի չի կարա մեզ ուրիշ երկրներում էլ են այլ աչքով նայում ուրիշ պետություններում էլ դե մեր դիմաց շատերը մի քիչ շատ բաց չեն ասում բայց այն որ ասում է խոսքի արդեն տակը իմանում ես էլ ինչ կա եւ իրապես էս համոթալի էջը հնարավորություն կա փակելու եւ նոր էջ բացելու որը որ լինելու է երջանկության, բարօրության, համերաշխության եւ բարօրության մի ժամանակաշրջան ես դա համոզմունք ունեմ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար կհանդիպենք սիրելի բարեկամներ